Խերսոնի իշխանությունները հայտնում են քաղաքի զանգվածային հրետակոծության մասին։ Այսօր առավոտյան քաղաքը ենթարկվել է օդային հարվածների, վնասվել է 70 մասնավոր տուն եւ 1 բնակարանային շենք։ Մի կին է զոհվել իր տան բակում, 3 մարդ էլ հրետանային հարվածից է վիրավորվել։ Կրասնոդարի երկրամասում գտնվող Ավիվսկի նավթավերամշակման գործարանը նորից հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում։ Գործարանի տարածքում հրդեհ է սկսվել խոցված անօդաչուների բեկորներից։ Այս գիշեր ռուսական հոպը մոտ 6 տասնյակ անօդաչու է ոչնչացրել Ռուսաստանի օդային տարածքում։ Ուկրաինական Գրադ ռեակտիվ համակարգի հարվածներից Բրյանսկի մարզի Բելայե Բիրոսկա գյուղում կան զոհեր, այդ թվում 1 երեխա։ Գիշերը անօդաչու թռչող սարք է խոցվել հարավ-ուկրաինական ատոմակայանի պարագծից մոտ 800 մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Անօդաչու թռչող սարքերը կրկին չափազանց մոտ են թռչում ատոմակայաններին, ինչը վտանգում է միջուկային անվտանգությունը։ Կիևի գործերը կարծես լավ չեն ցամաքում, ռուսական բանակը վերսկսել է հարձակողական գործողությունները Դնեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ գրեթե ամբողջ շփման գծի երկայնքով։ Լուրը տարածել է Ալեքս ազդականչով ուկրաինացի մի զինծառայող։ Ալեքսը նաև հայտնում է, որ ռուսական բանակը զգալի պաշարներ է տեղափոխել Դոբրոպիլիայի եւ Պոկրովսկի հատվածներ։ Պաշտոնական տեղեկություն այս մասին չկա։ Ռուսական Ախմատ հատուկ նշանակության ջուկատի հրամանատար եւ պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ապտի Ալաուդինովը Ռուսիա 1 հեռուստաալիքի եթերում սարսափելի թվեր է հայտնել ուկրաինական բանակի կորուստների մասին։ Մենք արդեն գիտենք, որ նրանք արդեն կրել են 1.7 միլիոն անդառնալի կորուստ, թե որքան ժամանակ կարող են կռվել, հռետորական հարց է։ Այդ կարծիքին չէ Միացյալ Նահանգների նախագահը, նա վերահաստատել է իր վերջին հայտարարությունը, Կիևը կարող է վերադարձնել իր տարածքները։ Ինչն է ստիպել Միացյալ Նահանգների նախագահին փոխել իր կարծիքը։ Ես հետևում եմ Ռուսաստանի գործողություններին եւ ես գոհ չեմ Ռուսաստանից ու Պուտինից։ Նա առանց պատճառի մարդկանց է սպանում եւ նրանց գործերը վատ են հաշվի առնելով, որ մեծ խաղադրույք են արել։ Նրանց տնտեսությունը գրողի ծոցն է գնում եւ նրանք շատ քիչ տարածքներ են գրավում։ Իրականում կորցնում են տարածքները։ Դա շատ վատ է Ռուսաստանի հեղինակության համար։ Այ եթե դա մեր պատերազմը լիներ, մենք այն 1 շաբաթում կավարտեինք։ ԱՄՆ նախագահի հետ համաձայն չէ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքը ընդունել է, որ չի կարողացել կանգնեցնել ռուսական ուժերի առաջխաղացումը Դոնբասում, չնայած արևմուտքի Կիևում ներդրված միլիարդներին։ Լրագրողների հետ զրույցներում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նաև նշել են, որ Ռուսաստանը պահպանում է առավելությունը մարտադաշտում։ Ըստ ՆԱՏՕ-ականների, նույնիսկ եթե Ուկրաինայի արևմտյան հովանավորները արդարացնեն նրա սպասումները փողի եւ զենքի առումով, Ուկրաինայի զինված ուժերը անձնակազմի պակաս ունեն։ Washington Post-ն այս մասին գրում, շեշտելով Թրամփի վերջին հայտարարությունները, թե Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները վերադարձնելու իր հողերը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը մեղադրել է ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Ուկրաինայի միջոցով փաստացի Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու համար։ Ուկրաինայի ճգնաժամը արևմուտքի հրահարածն է։ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը հայտարարել են իրական պատերազմ իմ երկրի դեմ եւ անմիջականորեն մասնակցում են դրան։ Պատերազմը կարծես դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից, սպառնալով վերածվել աշխարհաքաղաքական մրրիկի։ Կոպենհագենը նորից հայտարարել է Դանիայի տարածքում անհայտ ծագման անօդաչուների մասին։ Վարշավան իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Բելարուսի տարածքը 2 շաբաթ փակ լեհ-բելարուսական սահմանը վերաբացելուց հետո։ Սովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։